Elroom-ի գործընկերն է Միլի Մարեցի խանութ սրահը։ Ողջույն սիրելի հետևորդներ, դուք Elroom-ում եք։ Ամեն անգամ ես նշում եմ, որ Elroom-ը տեղեկատվական մոտիվացիոն հարթակ է, հիմնական ու կարևոր երկու խնդիր ենք փորձում on-line տիրույթում լուծել։ Առաջին հերթին տեղեկացնել, որ խնդրի լուծման դեպքում ուր պետք է դիմել, ում պետք է դիմել, եւ երկրորդը, որը շատ կարևոր է, հաճախ մենք ավելի ենք կարևորում, ինչպես գտնել պրոֆեսիոնալ մարդու, ով իր տեսակով նաեւ մոտիվացնող է։ Ես միշտ նշում եմ, որ կան կանայք, ում պատմությունները մեզ ուժ են տալիս։ Մարդիկ կան, որոնք կարողանում են այս աշխարհում շատ դժվարություններ հաղթահարելով գնալ իրենց երազանքի ետևից։ Ամենադժվար բանը աշխարհի որ անկյունում էլ լինես, քո երազանքը քո մեջ պահելն է։ Եվ կանանց այսպիսի կանանց պատմությունները հնարավորություն են տալիս իսկապես հավատալ հրաշքի։ Այսօր մենք շատ հետաքրքիր ու բացառիկ հանդիպում ունենք։ Ինչու եմ ասում բացառիկ, որովհետև գիտեք, շատ միջավայրում կարելի է ստեղծել բիզնես։ Ի վերջո դու կարող ես այս ուղղությամբ շատ վաղուց ունենալ, ինչ-որ ծրագրեր եւ իրականացնել։ Բայց քիչ է լինում, երբ մարդը կարողանում է իր Աստծուց բնատուր տված շնորհը եւ իր արմատը, հայկականությունը տարածել աշխարհով մեկ ու վստահ լինել, որ աշխարհի որ անկյունում էլ լինի, հնարավոր է գնահատելի դարձնել ու պարտավոր է ինքը նաեւ տարածել։ Եվրոպայում օրենքները մի քիչ այլ են, Հոլանդիայում եւ առավել եւս Ամստերդամում բոլորս գիտենք, որ շատ տարբեր են։ Այստեղ ամենուր հայկական անուններով ու հայկական զարդանախշերով ինչ որ բան գտնել հնարավոր չի։ Nina's Handwork Boutique այս բուտիկը գործում է եւ արդեն մեծ սրահով ընդամենը օրեր հետո գործելու է Ամստերդամ քաղաքում։ Սա հպարտանալու առիթ է իրականում մեզանից յուրաքանչյուրի համար, որովհետեւ ես վստահ եմ, մեզնից յուրաքանչյուրը, որ պիտի լինի այս հրաշալի քաղաքում, այս հեքիաթային միջավայրում, պիտի կարողանա իր ամենակարևոր լուսանկարն ունենալ հենց այս սրահի դիմացից, որովհետև այստեղ ամեն ինչ շատ հայկական է։ Իսկ միտքը մտահղացման հեղինակը հրաշալի ու պրոֆեսիոնալ կին է, ով իր արմատներով Տավուշից է, Երևանում է մեծացել, բայց իր երազանքի ետևից կարողացել է հենց այստեղ ստեղծել հրաշալի միջավայրը։ Կին ես ուզում եմ ամենասկզբում նշել, որ հետաքրքիր զուգադիպությամբ մեր այս զրույցը եթեր է հեռարձակվում հենց մեր հյուրի ծննդյան օրը։ Սա հետաքրքիր մի բան է, բայց միևնույն ժամանակ բացառիկ կանանց համար միշտ բացառիկ ինչ-որ բաներ լինում են։ Սիրով այս պահին Elroom-ում նաև ձեր անունից ուզում եմ ողջունել Ամստերդամում գործող Nina's Handwork բուտիկի հիմնադիր Նարինե Բարսեղյանին։ Նարինե, ես շատ շնորհակալ եմ, ինձ իրականում շատ հաճելի էր, որ մենք առիթ ունեցանք ծանոթանալ, առավել եւս հենց այսօր ես իսկապես շնորհավորում եմ ձեզ, ես ուզում եմ, որ ձեր այս էներգիան, երազանքներ ունենալը, մարդկանց համար իսկապես գեղեցիկի արվեստը բացահայտելը երկար շարունակություն ունենա ու լուսավորի ձեր շուրջը, այնպես ինչպես դուք եք ձեր տեսակով լուսավորում միջավայրը, որտեղ լինում եք։ Շնորհակալ եմ Լիլիթ ջան, ողջույն, նորից կրկին անգամ շնորհակալություն, որ գտնվում եմ հեռակա ձեր տաղավարում, շնորհակալ եմ շնորհավորանքների համար, շնորհակալ եմ, որ անդրադարձել եք իմ գործունեությանը եւ մի փոքր անկեղծ զրույց կունենանք մեր հայապահպան գործունեության մեջ։ Ձեր շնորհիվ հայկական հիմքը արմատը սիրելի է դառնում նաեւ մարդկանց, ովքեր գուցե Հայաստանի տեղն էլ չգիտեն։ Այո, միանշանակ շատ մարդիկ, շատ այլ պետություններ մեր Հայաստանի անգամ վայրը չգիտեն քարտեզի վրա որտեղ է գտնվում։ Դա իմ համար շատ խորին ցավ է միշտ եղել, երբ որ ես ծանոթանալուց մի այլ ազգի հետ, որտեղից ես ներկայանամ Հայաստանի, տեսնում իսկ որտեղ է դա Հայաստանը, դու պետք է դա քարտեզը բացես, քո այդ փոքր պետությունը ցույց տաս, որտեղ է Հայաստանը։ 2012 թվականին մեր հայկական տարազով հայոց պատմություն եմ ներկայացրել այլ նահանգում, հայկական ուտեստներով փառատոն մասնակցել եմ, Հայաստան ներկայացրել եմ մեր եռագույն դրոշի ներքո, որ տեսնեն գույները անգամ ճանաչեն, շատ հպարտությամբ եմ ներկայացրել դա, այդտեղից շատ հարցեր, որտեղ
Արմենիա, Ռումինիա, դա իմ համար շատ մեծ ցավ է նման արտահայտություններ լսել, երբ որ ասում են Արմենիա, ասում են Ռումինիա, ամբողջ այլ պետությունների անունը հնչում է բացի Արմենիայից, բայց փառք Աստծո այսօրվա դրությամբ արդեն Նինասով մեր ձեռքի աշխատանքների, մեր հայկական արտադրանքը եվրոպական շուկայում բավականին ճանաչելիություն ենք գտել, բավականին մեծ տեմպերով առաջ ենք ընթանում։ Ձեր թույլտվությամբ ես ուզում եմ սկզբից սկսել, դուք այսպես հպարտությամբ նշում եք, որ ծնողներ, այսինքն արմատներով Տավուշից եք, իհարկե Երևանում եք ծնվել, բայց նաև այս արմատից եկածը միշտ պահել եք։ Դպրոցից հետո փաստորեն որոշել եք ինչ-որ ժամանակ իրավահոգեբանություն ուսումնասիրել, բայց ձեռագործության հանդեպ սերը եղել է միշտ երևի, ես այդպես եմ հասկանում։ Ձեռագործությունը սերմվել է իմ մեջ 7 տարեկանից, 7 տարեկանից տեսողականությունով սկսել եմ հելունագործություն, երբ որ մայրս նկատեց այդ ամենը, ավելի շատ իմ համար սկսեց ուղղություններ, ժուրնալներ գնել, ուղղություններ ցույց տալ, անգամ հովարային անջատումների ժամանակ ստիպում էի մորս, որ ինձ մոմի լույսի տակ գուլպա գործել սովորացրու, ձգտումը գեղեցկության ու արվեստի հետ եղել է տարբեր մասնաճյուղեր, ոչ միայն ձեռքի աշխատանք, այլ գեղեցկացնել շպարանք, մազից ծաղիկներ պատրաստել, ինչը կապված է գեղեցկության հետ, ես այնտեղ եմ։ Այո։ Գեղեցկության ու արվեստի, Նարինե, շատ լավ նշեցիք, որ արվեստի ու գեղեցկության, բայց սա ձեր ընտանիքում սովորական մի բան է, ձեր հայրական ընտանիքում, որովհետև ես գիտեմ, որ ձեր եղբայրը եզակի հատուկ ունակություններով այն ժամանակ երեխա է եղել, որը մանկահասակ տարիքում նույնիսկ իր բացառիկ ունակությունների համար ընդունել են կոնսերվատորիա։ Այո, դա մութ ու ցուրտ տարիներն էր ցավոք սրտի Հայաստանում, երբ որ մարդիկ անգամ տրոլեյբուսներից էին կախված, ավտոբուսներից էին կախված եւ շատ բարդ էր, երբ որ 6 տարեկան երեխան ինքնուս կոնսերվատորիայի բաժին է ընդունվում, այդտեղ ծնողներս մի փոքր դժվարություններ ունեին ամեն օր գնալ, գալ, սովորել, ճիշտ է, այդ ձիրքը, այդ բնատուր Աստծո տված պարգևը նա միշտ մինչև այժմ օգտագործում է, երաժշտության մասնաճյուղով չի ընդլայնվել, չի առաջ գնացել, ոնց որ այսպես ասած, երաժշտությունը ամեն օր է իր սրտի մեջ, ամեն օր է իր հոգու մեջ, մեր տանը, քանի որ մայրս էլ երգչուհի է, երգչուհի է եղել, հայրս էլ դուդուկահար, շատ սիրել է եղբոր հետ միշտ դուդուկ, զուռնա, մեր հայկական ընտանիքում ամենուր եղել է ուրախություն, սերմ, ջերմություն, արվեստի հետ միասին։ Այո, բայց ամեն դեպքում Նարինե, դուք նախնական զրույցի ժամանակ էլ նշեցիք, միշտ փոքրուց եք ձեր մտածողությամբ տարբերվել եք, այսինքն արվեստը ընտանիքից եկած կա ձեր մեջ, բայց մտածողությամբ մի քիչ ավելի կարծես գործնական հարթության վրա եք, չէ՞ դուք եղել նաև։ Ես եղել եմ շատ ռիսկային Լիլիթ ջան, ամեն հարցում, վաղ ռիսկային ընտանիքում այո տարբերվող, որ շատ ռիսկային եմ, չեմ վախենում, վախից չեմ վախենում, վատից չեմ վախենում, հա, եթե մի բան այս կյանքում կա, որ վախենում եմ, դա կայծակն է, հումորի տեսքով, մարդիկ, որ ասում են Աստծուց վախենալ պետք չի, Աստծուն սիրել է պետք, դա ընդհանրապես վախենալ պետք չի, այո, տարբերվող եմ, իմ ընտանիքից ես շատ տարբերվող եմ ռիսկային, նպատակասլաց, իմ երազանքների հետևից գնացող։ Այո, դուք 2003-ից Նարինե Մոսկվայում եք եղել եւ այնուհետեւ 2010-ին արդեն տեղափոխվել եք Հոլանդիա, բայց ոչ Ամստերդամ։ 2003 թվականին, երբ որ մորս կորցրեցի, շատ ցավալի տարի էր իմ համար, որոշեցի իրոք երկրից գնամ, դուրս գամ, եւ համալսարան թողել, եւ ուսում թողել, ոչ մի բան չէր հետաքրքրում, այսպես ասած, ինձ Հայաստանում էլ, եւ գնացի Մոսկվա, Մոսկվայում բավականին երկար տարիներ կուլինարիայում, ռեստորանների
մենեջեր, հետո դիրեկտոր, արդեն լավ աշխատանքի հիման վրա պաշտոնի բարձրացում այսպես ասած։ Ես մի բան իմ կյանքի փորձից ձեռք եմ բերել, երբ որ դու անկեղծ ես, երբ որ դու վստահված ես, դա կյանքի ամենակարևոր արժեքներից է, որ դու պետքա դա ունենաս, վաստակես եւ պահես։ Այո, իսկապես անկեղծությունը գնահատվում է, դուք նույնիսկ այս զրույցի ժամանակ Նարինե, այ տպավորություն է, որ այսպես հեռավար մի քիչ դժվար է, բայց այնքան հաճելի է եւ այնքան այսպես բաց հարթության վրա եք դնում, ձեր մարդկային տեսակը նաև օգնում է, որպիսի շփումներ ունենաք, ես գիտեմ, որ նույնիսկ դեռ Հայաստանում եղած տարիներին դուք անընդհատ կապ եք ունեցել հայ համայնքների հետ, այսինքն չեք փորձել նեղ ինչ-որ միջավայրում լինել, դուք միշտ փորձել եք ավելի լայն այսպես հարթության վրա ձեր եւ շնորհը եւ կարողություններն օգտագործել։ Այո, փնտրտուքների մեջ միշտ եղել եմ, այն ժամանակ այն թվականներին դեռ Ամերիկայի եւ Փարիզի, Ֆրանսիայի հայ համայնքների հետ ասեղնագործություններ եմ կատարել, մեր հայկական տարազային էսքիզներն եմ ասեղնագործել, շատ բավականին մեծ հաճույք եմ ստացել, որ դա կարողացել եմ անել, քանի որ երբեք ոչ միտեղ չէի սովորել։ Դա իրոք գեների շնորհքն էր եւ դա իրոք իմ աշխատանքային ձիրքն էր, որ ես կարող եմ դա անել։ Դրա համար հիմա եւս իմ աշխատակազմին, իմ թիմին, եթե մեկը ասում է դու չեմ կարող սա անել, դու կարող ես անել, փորձի։ Երբ որ վստահված ես փորձում այդ ամենը, քո մոտ հաստատ կստացվի, անպայման կստացվի։ Ինչ մոտիվացնող եք ձեր տեսակով Նարինե, ես վստահ եմ, որ շատ շատերին դժվար այդ վիճակից ձեր այս բառով հանել եք իրականում։ Այո, իրականում, այո, Լիլիթ ջան, ունեմ անգամ իմ թիմի մեջ աղջիկներ, աշխատակազմի աղջիկներ, ասում եմ, ժամերով կարող ենք ձեր հետ զրուցել, ժամերով ձեզանից էներգիա ստանալ։ Այդ էներգիան Աստծուց է բնականաբար, իրոք ես ինքս ապշում եմ շատ հաճախ իմ վրա, իմ տեմպը, իմ աշխատանքային գրաֆիկը, ընտանիք, փոքրիկ երեխա 6 տարեկան ու Հայաստանի հետ օնլայն աշխատել, անընդհատ 24 ժամ ես արթուն եմ։ 24 ժամ դու արթուն ես, դու պրպտում ես, դու սովորացնում ես, դու սովորում ես, դասերի եմ գնում, բիզնեսը միայն բիզնես չի, որ բիզնես ունեմ վերջ, ոչ, ես բիզնեսի մեջ աճում եմ, ես բիզնեսի կանոններ եմ սովորում, ամեն բնագավառ պահանջում է դու աճես, դու սովորես, ու սովորելու համար երբեք ուշ չի, եթե ես իմ իրավահոգեբանությունը չեմ ավարտել Հայաստանում, ես նպատակ դեռ ունեմ իմ սրտի մեջ, իմ հոգու մեջ, որ ես Հոլանդիայում պետք է դեռ սովորեմ, իմ ամենաշատ սիրելի մասնագիտություններից է դա, այո, հոգեբանություն, իրավաբանություն, այո, ես հիմա շատ սպասում եմ, որ իմ աղջիկս կդառնա մայրական ամենամեծ գործը կշարունակի, որ իրավաբան դառնա, բայց դե ինքը կընտրի, կդառնա իրավաբան, թե դեռ ոչ։ Դուք խոսեցիք ձեր հրաշքի մասին, 6-ամյա ձեր դստեր մասին, Աստված պահի եւ երևի երջանկությունը իրականում ինքը ձեզ է իր գոյությամբ երջանկացնում, բայց դուք էլ ձեր այդ լուսավոր էներգիայով ինչքան շատ երազանքներ եք փոխանցում, սա շատ կարևոր մի բան է, բայց 6 տարեկան է աղջիկը, այսինքն արդեն ամուսնացել եք եւ նոր տեղափոխվել Ամստերդամ։ Այո, Լիլիթ ջան, երբ որ Հոլանդիայում 2010 թվականից բնակվել եմ Ֆրիսլանդ նահանգ, Հոլանդիան նահանգներով է, դու այսպես պետք է ասես նահանգում, որ նահանգում ես բնակվել, երկար տարիներ բնակվել եմ Ֆրիսլանդ նահանգում, երբ որ գալիս էի Ամստերդամ վերապատրաստումների, քանի որ Ֆրիսլանդ նահանգում ընտրել էի գեղեցկության սրահ, ունեի գեղեցկության սրահ փոքր, բավականին էլի շատ արագ տեմպերով առաջ էի գնում գեղեցկության ոլորտում եւ ամեն շաբաթ-կիրակի աշխատանքից սկիզբ շաբաթ-կիրակի գալիս էի Ամստերդամում ակադեմիաներ, մաստեր կլասներ, էլի աճես աշխատանքիդ մեջ աճես, զարգանաս, սովորես եւ այդպես հանդիպեցի ամուսնուս, ով գեներով
գեներում ունի հայի արյուն եւ նա երբ որ նա այն սրճարանում նկատել էր ինձ նա մի անգամայն ընտրել էր որ հայի աչքեր են հայ կլինես աղջիկ քանի որ Հոլանդիայում ընդունված չի դու սրճարանում նստես քեզ հյուրասիրություններ ուղարկեն կամ այսպես բաներ երբ որ մատուցողը մոտիկացավ ասեց ձեզ հյուրասիրել են ապշեցի ասես անգամ սա հայ կլինի ընդամենը բայց քանի որ չկա նման բան բայց ամուսինս իր հայի արյունը խոսացել էր հյուրասիրել էր ծանոթացանք եւ այդպես 2018 թվին ամուսնացել եմ Ֆրիսլանդից տեղափոխվել եմ Ամստերդամում երբ որ արդեն բնակությունս հաստատեցի սկսվեց մեր համաճարակի տարիները արդեն կորոնա կոչվածը որ աշխարհում արդեն բոլորը գիտեն ինչ խիստ տարիներ էր Եվ պարփակվեցի ես այդտեղ երեխա, կորոնա, օրենքները այստեղ շատ խիստ էր, ոչ թե Հայաստանի նման Բայց կորոնայից հետո ամեն ինչ հաղթահարեցինք եւ սկսեցինք արդեն նոր կյանք Ամստերդամում Այո, դժվարությունները, բայց այստեղ ավելի շատ են, չէ, Ամստերդամում գործունեություն ծավալելը երևի տեղի բնակիչների համար էլ շատ բարդ է Լիլիթ ջան, գործունեությունը կամ բիզնես ստեղծելը հիմնելը դա կապված է հիմնականում նախ խելքի հետ, երկրորդը գումարի հետ։ Քանի որ ցանկացած բիզնես ոլորտում էքսկլյուզիվ լինելը սկզբնականում միշտ բարդ է։ Մենք էքսկլյուզիվ ենք։ Ես անգամ քաղաքապետարանից եմ ստացել իմ էքսկլյուզիվիտայտը, այսպես ասած, որ մենք էքսկլյուզիվ խանութ սրահ ենք, քանի որ ողջ Հոլանդիայում չկա նմանատիպ խանութ սրահ, որտեղ լինի ամբողջական ձեռքի աշխատանքներ, սկսած զարդերից, պայուսակներից, հագուստից, մանկական հագուստից, աքսեսուարներից, մենք արդեն բավականին մեծ ապրանքանիշեր ունենք, որ կան խանութներ բնականաբար, որ ունեն խանութ ունեն մի պայուսակը օրինակ կլինի ձեռքի աշխատանք, բայց մեր բրձյա արվեստը, մեր անգամ տոնածառի խաղալիքները շուտով Սուրբ Ծնունդ է սկսվում, անգամ ամեն ինչը մեր յուրահատուկ էքսկլյուզիվ լինելը գումարած հայկական զարդանախշերով գումարած է, հիմա էքսկլյուզիվ ես ներկայացնեմ մեր անգամ կաշվե պայուսակները որ իրանք ամբողջությամբ մեր հայկական զարդանախշերն են, սա պատմություն է։ այո։ Երբ որ հաճախորդը սա վերցնում է, վաու, այսպես, ինչ էքսկլյուզիվ է, ինչ դիզայն է, ով է դիզայները, ինչ է, ոնց է, շատ մեծ բավականություն են ստանում հայտ կապես, որ դու սկսում ես զարդանախշի մասին պատմել, դու պատմում ես քո պետության մասին, դու պատմում ես Հայաստանի մասին, դու արդեն Հայաստանդ ներկայացրեցիդ, ոչ թե քո պայուսակը, հասկանում եք, իմ բիզնեսի նպատակը եղել է դա, որ ես իմ բիզնեսի միջոցով իմ երկիրը ներկայացնեմ Լիլիթ ջան։ Ես ինքս եմ հիմա աշխատող չունեմ, քանի որ ես հաճույք եմ ստանում իմ երկիրը ներկայացնելով, ոչ մի աշխատող քո համար չի ներկայացնելու այն ինչ որ դու ունես, այն ինչ որ դու ստեղծել ես։ Այո։ Անկամ հաճախորդներն ասում են, վաու, վերջապես գտանք մի բան, որ նման չի, օրինակ կոչված Zara, Dior, անգամ Dior-ի մենեջերը երբ որ մեր խանութ սրահից օգտվեց, ինքը չվախեցավ անգամ իր բասերից, իր շեֆերից, տնօրեններից, որ ասել մենք վաճառում ենք մեր անունը, իսկ դուք վաճառում եք որակ։ Որակը մեր մոտ, այո, որակը ես հպարտանում եմ, որ որակը մեր մոտ ամենաբարձրներից է, որովհետև մենք աշխատում ենք Max Mara, Cucinelli, Oscar de la Renta, ես աշխատում եմ բրենդների հումքի հետ։ Հումքը մենք ներմուծում ենք Հայաստան, Հայաստանում դիզայնը տրվեց աշխատակազմը, անցավ թիմս, անցավ աշխատանքի, աշխատեց հետ արտահանում ենք ներմուծել եւ արտահանել։ Լիլիթ ջան, սա իրոք մեծ բարդ աշխատանք էր, որ ամենասկզբից չեմ վախեցել։ Բայց նորից այո, սա իրականում վախենալու է եւ միևնույն ժամանակ մի քանի խնդիր եք լուծել։ Դուք ըստ էության Հայաստանում էլ աշխատատեղեր եք ապահովել, սա մի քանի խնդիր։ Այո, Հայաստանում աշխատատեղեր, հաջորդ տարի պատրաստվում եմ մեր բրենդային խանութը Հայաստանում։ Հիմա արդեն մենք ունենք Երևանում խանութ սրահներ, որ վաճառվում են մեր տյուլպան պայուսակները,
վաճառվում են մեր արվեստագետների բրցի արվեստից արդեն պրոդուկտներ, սկսել ենք Հայաստանում զարգացնել մեր բիզնեսը, նպատակի մեջ նա է, որ հաջորդ տարի բացենք մեր հենց բրենդային ապրանքանիշերը Հայաստանում։ Երևի առաջ Աստված հաջորդ տարի թող լինի Աստծո կամքը, ես կբացեմ Հայաստանում Nina's Handwork Boutique կամ կլինի Nina's from Holland, դա ոնց որ ասած Nina's from Holland։ Դեռ կտեսնենք անունի պահը ինչպես կլինի, բայց պատրաստվում ենք, որ մեր բրենդը անպայման Հայաստանում լինի։ Ես ուզում եմ անվանման մասին խոսել։ Ես հասկանում եմ, որ շատ երկար չեք ընտրել անվանումը։ Երկար չեմ ընտրել անունը, քանի որ սկզբից մտածում էի եղբորս անունով, քանի որ այս մտահղացումը կապել եմ առաջինը իր արծաթյա բնական քարերի հետ, քանի որ նա ամբողջը հումքը Իջևանի մեր հանքերից է, մեր հայկական սարերից է մեր հումքը արտադրվում, այդտեղից սկսել էի մտահղացումը, սկզբից մտածեցինք Zoro Jewelry, հետո մի քանի բան փոխվեցի, բայց մի երկու անուն փոխելով իմ մտքի մեջ եկա այն հանգամանքին, որ Նինասը իմ աղջիկը ու Նինաս անունը ինտերնացիոնալ որպես համարվի, որ եվրոպացիների հետ էլ մատչելի լինի այդ ամեն ինչը, լսելիությունը։ Նինան իմ մորս անունն է, որը աղջիկս է վաստակել գեներով մայրական անունը ու Նինան ամեն օր ոնց որ մայրս իմ հետ ապրում է։ Մորս ու աղջկաս պատվին, այո, հրաշալի է։ Եվ հիմա նաև հետաքրքիր, այսինքն ընդամենը օրեր անց Nina's Handwork Boutique-ը այսպես նոր շենքում, սա այն վայրը պիտի լինի, որտեղ որ բոլորս Ամստերդամ գալուց պիտի անպայման մի ֆոտո ունենանք, Նարինե վստահ կարող եմ ասել, եռահարկ մեծ, որտեղ պիտի լինի նաև գեղեցկության սրահ, արդեն այս աշխատանքները հասնում են վերջին։ Նոյեմբերի 1-ին Լիլիթ ջան, ուրեմն 3 հարկանի, 200 քառակուսի, ես ասում եմ սա Աստծո շնորհքն էր, Աստծո ձեռքն էր, որ իրականացավ, որովհետև Ամստերդամում նման հսկայական խանութ սրահ բացելը դա իրոք չգիտեմ, շնորհակալ եմ Աստծուն, ես, որ իրականացավ, այս երազանքս էլ իրականացավ, ու ինքը ավելի շատ կենտրոնական մաս է Լիլիթ ջան, երբ որ Ամստերդամ ես գալիս, այնտեղ կա Lightspline, որ մեր ձեռքեր կա, որ հայերը շատ գալիս են, այնտեղ հայերեն էլ ագրված, շատ ամենից մոտիկ է շատ քիչ, մի 200 մետր, որ տենց փոխում է նոյեմբերի 1-ին բացումն է, շատ մեծ արդեն էլի տոնակատարություն, շատ մեծ արդեն պատրաստումներով, շինարարական աշխատանքներ այնտեղ ընթանում։ Շնորհակալ ենք այո Աստծուն, որ մենք մեր երկիրը կարողանում ենք աշխարհի ամենաթանկ երկրներից մեկում ներկայացնել եւ հպարտանալ, որ մենք հայերս կարող ենք այո եվրոպական շուկայում հայտնվել։ Այնտեղ գալիս են արդեն հայկական շատ բրենդներ, թեյերը, ջրերը մեր, քանի որ այստեղ մեր խանութ սրահում եվրոպացիները արդեն սովորել են մեր հայկական փախլավային, կլինեն անկյուն, մի բաժին, այո, որտեղ պատրաստում ենք անգամ բիոլոգիական քենդիներ, իրենք պատրաստվում են մեր հայկական ծիրանի ջրով, դա իմ տատիկի բաղադրատոմսերն են, այո, դա էլ ենք օգտագործում եւ շուտով լիցենզիա կհանենք դրա համար։ Գալու է Հայաստանից սաֆրան թեյերը, սաֆրան բույսը, որի հիմնադիր տնօրենն էլ իմ բարեկամուհիս է, բնակվում է Շվեյցարիայում, արդեն իրանք բավականին երկար տարիներ արտահանում են դեպի Եվրոպա, Ամստերդամում կլինի մեր խանութ սրահում, հետո կզարգանա մյուս խանութ սրահներում, ինչը հայկական է, ինչը ձեռքի աշխատանք է, ներկայանա մեր խանութ սրահում Լիլիթ ջան։ Փոքրիկ հայկական կենտրոն Եվրոպայի սրտում եւ այսքան պրոֆեսիոնալ հիմքի վրա Նարինե իրականում հրաշալի է։ Ես ուզում եմ նաեւ վարպետների մասին, դուք այնպես ուշադրությամբ եւ այնպես հետեւողական եք կարողանում
ընտրել հայր մարդկանց ում հետ աշխատում եք եւ կարծեք իրականում այսպես բացառիկ մարդկանց հետ եք աշխատում։ Այո, իմ վարպետներից որ թվարկեմ, հույսով եմ չեմ մոռանա նրանց անունները, Գայանե Եսայան, Լիլիթ Անանյան, Թինա Մատինյան, Աշխեն Մինասյան, Սոնա Դարփինյան, Զորաբ Ղազարյան, Անահիտ Իսունց, շատ լավ վարպետներ, ունեմ Մարինե Նարոշանյան, Անյան Գյումրիից, Ռուբինան Վանաձորից, շատ ունեմ, որ թվարկեմ այսպես մեր վարպետների խումբը, այսպես ասած, Գորիսից մեր նոնան ունեմ, իրանք իմ համար արդեն ավելի շատ ընտանիք են, ընտանեկան ջերմ մթնոլորտով եմ աշխատում իրենց հետ, Հայաստանում շատ հումքի կարիք ունեն, երբ որ անգամ այստեղից թելը, կտորը, կոճակ անգամ ներմուծվում է Հայաստան, դերձակիս տնօրենները Իկա Քոլոյանը, դիզայներ հագուստի հետ կապված, անգամ երբ որ լսում եմ Նարնե ջան, որակը բարձր է, դե կնպաստենք Հայաստանին այդ հարցում էլ, որ մենք էլ որակ ունենանք, բոլորը օգտվեն։ Հիմա նաև կայքը, փաստորեն Nina's Handwork Boutique կայքը գրված է, տեսնում են, այս կայքով նաև պատվերներ կարելի է իրականացնել արդեն Նարինե։ Ամբողջ աշխարհից Լիլիթ ջան։ Մենք կայքերը նոր ենք հիմնել, ունենք վեբսայթ, որ օգտվեին Եվրոպայում, բայց ունենք web shop, դա on-line խանութ է, որը հիմա արդեն ինտերնացիոնալ։ Ու հիմա ինքը արդեն web shop-ը գծվում է այն վաճառքի կենտրոններին, որոնք շատ հայտնի են, օրինակ հոլանդական է դա, որ Zalando-ա կոչվում, Zalando-ի մեջ ներգրավված է Dior, Chanel, Yves Saint Laurent, այդ բոլոր բրենդները մենք այնտեղ ենք արդեն։ Այո, եւ այստեղ մեր բոլորի Nina's-ը, մեր հայկական։ Քանի որ Լիլիթ ջան ավելացնեմ, մեր կայքում նշված է այնտեղ, որ Նարինե Բարսեղյանը Հայաստանի ծագումով ու քո մասին նկար, այնտեղ ես ներկայանում եմ աշխարհին արդեն մեր հայկական տարազով, Փարաջանովի մեր դիմանկարով, մեր ամեն ինչը ու այն բավականին գրված է Հայաստանի մասին ու մեր մասին, դե այդպես արդեն պատկերացրեք աշխարհը ինչպես է հայկականը տեսնում։ Ձեր այդ խոսքը շատ մոտիվացնող է, որոշակի բնավորության գծեր են պետք, որ դժվարությունների միջով անցնել ու միշտ մեծ երազանքները պահելու համար։ Դժվարություններ ցանկացած բնակավարում կարող է հայտնվել, անգամ մենք այս տարի ու կես 2 տարվա մեջ եղել է դժվարություններ սկսնակ բիզնեսի համար։ Ես հաղթահարողներից եմ։ Տեսակը։ Տեսակս հաղթահարող է։ Այո, շատ մի բառով ամեն ինչ է ձևակերպումը տվեց Նարինե Բարսեղյանը, ես հաղթահարողներից եմ, հաղթահարող տեսակ եմ։ Ես շատ շնորհակալ եմ Նարինե, իրականում ինձ շատ հաճելի է, երբ ձեր աշխատանքները ուղղակի էջերում տեսնում ես, դու հասկանում ես, որ այստեղ շատ բացառիկ մտածողության ձևի, ոչ միայն այդ շատ գեղեցիկ այդ շնորհը, ճշգրիտ, այլ նաև այս կազմակերպման համար հետաքրքիր մտածողության ձև ունեցող մարդու հետ պիտի զրուցես, բայց ձեզ այդ զրույցի ժամանակ ձեր այսպես անմիջական, ամեն ինչին դժվարություններին հեշտությամբ նայելու այս կարողությունը իրականում շատ դրական էներգիայով է լցնում ու մարդկանց հնարավորություն եք տալիս իսկապես երազել ու երազանքի ետևից գնալ։ Ես շնորհակալ եմ շատ, ինձ շատ հաճելի էր, ես մեկ անգամ եւս ուզում եմ ձեզ շնորհավորել, ես ուզում եմ, որ ձեր ծննդյան օրվա մաղթանքների մեջ նաեւ հաջորդող տոնական իրադարձությունը Nina's Handwork Boutique-ի 3 հարկանի այս եռահարկ շենքի բացումը Ամստերդամում եւ ինչպես արդեն նշեցիք, հաջորդ տարի փաստորեն բրենդը այստեղ առանձին նաեւ ներկայանալու հնարավորությունը։ Թող բոլոր ծրագրերը հաջողեն եւ ձեր այդ դրական այս ժպիտը անընդհատ իրականում հնարավորություն տա
մարդկանց տեսնել են լավը, որ կա մեր կյանքում։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, ես նույնպես Լիլիթ ջան, շնորհակալ եմ այս հաճելի զրույցի համար, անկեղծ զրույցի համար, անկեղծ մարդիկ սիրում են անկեղծ զրույցներ, ոչ արհեստական։ Շնորհակալ եմ, հույսով եմ կհանդիպենք Հայաստանում եղած ժամանակ, կհանդիպենք տաղավարում ավելի ջերմ սուրճի սեղանի շուրջ։ Համեցեք, երբ որ Ամստերդամում լինեք, արդեն գիտեք, ավելացնեմ, որ բիզնեսից հետո պատրաստվում է մեր հայ համայնքը Ամստերդամում կազմել։ Պատրաստվում ենք անգամ, գլխավոր կազմակերպիչն եմ, հաջորդ տարի սեպտեմբերի 21-ին Ամստերդամի կենտրոնում մեր Հայաստանի անկախության տոնը 35-ամյակը նշել Ամստերդամի կենտրոնում, աշխարհին ի ցույց, որ մենք հայ ենք։ Յուրաքանչյուր հաջորդ նախադասությունը դրական ու նոր ինֆորմացիա։ Սիրելի հետևորդներ, իրականում գիտեք, կարելի է անընդհատ խոսել ինչ-որ բանի մասին, որ մտածում ես, որ ծրագրում ես, որ անում ես, բայց այս րոպեների ընթացքում Նարինե Բարսեղյանի հետ մենք խոսում ենք եւ ամեն օր, ամեն հաջորդ նախադասություն նոր ու հետաքրքիր մի գաղափարի մասին էր։ Մենք այսօր զրուցում էինք Ամստերդամում գործող Nina Sandberg բուտիկի հիմնադիր Նարինե Բարսեղյանի հետ։ Եվ կարծում եմ, վստահ եմ ավելին, որ Նարինե Բարսեղյանի շնորհիվ եւ Հայաստանում եւ Հոլանդիայում, Եվրոպայի սրտում իրականում ոչ միայն հայկական արտադրանք, այլև շատ մարդիկ պիտի կարողանան իսկապես իրենց համար հասկանալ, որ արմատի վրա, ոտքերի վրա ամուր կանգնելու համար շատ կարևոր է ճանաչել քո արմատը։ Եվ այս մարդկանց շնորհիվ է, որ աշխարհում նաեւ կանանց համար շատ բան դառնում է հնարավոր։ Այս պահին ես ուզում եմ ձեզ հրաժեշտ տալ եւ ես ուզում եմ, որպեսզի մեր կյանքում իրականում շատ լինեն մարդիկ, ովքեր մտածում են, իհարկե այդպիսի մարդիկ շատ չեն, բայց մտածողության որոշակի ձևով Նարինե Բարսեղյանի նման մարդիկ մեր շրջապատում շատ լինեն։ Այս դեպքում խնդիրները հաղթահարելու ուղիները հեշտ կլինի գտնել եւ կհասկանաս, որ որևէ դեպքում չի կարելի ծալել ձեռքերը, քանի որ աշխարհում շատ բան, ինչպես ասվում էր, իրականում մեր ձեռքերում է։ Շնորհակալ եմ, որ հետևում եք մեզ։